Որպես ամփոփում, ուզում եմ ասել, որ մենք պետք է պայքարենք միջազգային կառույցների աչքերը բացելու և հայացքը սևեռելու այս անօրինական գործողությունների դադարեցման ուղղված գործընթացին։ Այսօր Հայաստանում արդարությունը առնվազն հիվանդացել է և մենք պետք է բուժենք այն արդարությունը, որը ունեցել ենք մինչև 2018 թվականը։ Խոսքի ազատություն և քաղաքական հանդուրժողականություն, որը պետք է վերականգնվի սևերի և սպիտակների կործանարար թեզերից հրաժարվելու շրջանակներում։ Ես այս պահին ուզում եմ ընթերցել ազգանունները այն մեր հայրենակիցների, ովքեր գտնվում են անազատության մեջ, Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հետապնդման արդյունքում բանտարկվել են և քաղաքական բանտարկյալներ են։ Դավիթ Համբարձումյան, Սամվել Կարապետյան, Բագրատ Սրբազան, Միքայել Սրբազան, Մկրտիչ Սրբազան, Արտուր Սարգսյան, Լիդիա Մանթաշյան, Ռուբեն Մխիթարյան, Իգոր Սարգսյան, Վարդան Ղուկասյան, Դավիթ Գալստյան, Աղվան Արշակյան, Վահագն Չախալյան, Տիգրան Փոփալյան, Տիգրան Գալստյան, Մովսես Շարբաթյան, Միհրան Մախսուդյան, Կամո Օկումշյան, Գարիկ Գալեյան, Հայկ Շահնազարյան, Արսեն Ղազարյան, Անդրանիկ Չամիչյան, Արա Ռոստոմյան, Գարեգին Արսենյան։ Հարգելի հայրենակիցներ, կան նաև այլ քաղաքական բանտարկյալներ, ում անունները չեմ թվարկում այս պահին, բայց կան մարդիկ, ովքեր քաղաքական հետապնդումներ են ենթարկվել և այս ցուցակում ներառված չեն, բայց առհասարակ հանրության կողմից և քաղաքական գործիչները և ընդդիմադիրների շրջանակներում հայտնի են որպես քաղաքական բանտարկյալներ։ Հարգելի հայրենակիցներ, հարգելի եվրոպական երկրների և այլ երկրների պատվիրակներ, հյուրեր, ովքեր եկել են Հայաստան։ Դուք պետք է նաև իմանաք անպայման, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարևորում են վերադարձը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մեր բոլոր գերիների։ Ես կընթերցեմ ռազմաքաղաքական ղեկավարների անունները, որպեսզի եթե դուք ծանոթ չեք, ծանոթանաք։ Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան, Լևոն Մնացականյան, Դավիթ Մանուկյան, Դավիթ Բաբայան, Ռուբեն Վարդանյան, Վագիվ Խաչատրյան, Արայիկ Հարությունյան, Վիգեն Էուլջեքյան և տասնյակ այլ հայ ռազմագերիներ, որոնք պահվում են Ալիևի ռեժիմի կողմից և օր առաջ պետք է ազատ արձակվեն և վերադառնան իրենց հայրենիք։ Հարգելի հայրենակիցներ, այսքանով մենք ավարտում ենք մեր ակցիան և կոչ ենք անում
եվրոպացի մեր գործընկերներին անտարբեր չմնալ և հստակ քայլեր ձեռնարկել եվրոպական էությունը, եվրոպական արժեքները վերականգնելու և վերաիմաստավորելու համար։ Նաև մեզ նկարող հայրենակիցներին ասենք, որպեսզի հասկանալի լեզվով գոռանք ազատություն, որ իմանան մեր ակցիայի բովանդակությունը։ Freedom! 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 Հայաստանում կան խաղբանդարկյալներ, Հայաստանում չկա խոսքի ազատություն և այս արժեքները պետք է վերականգնվեն։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում խոշտանգման է ենթարկվում արդեն հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Այսօր բանտարկված են սրբազաններ և հոգևորականներ և այսօր Հայաստանի Հանրապետությունում աննախադեպ ռեպրեսիաներ են իրականացվում ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում կալանավորված են գործարար, մեծանուն գործարար, բարերար, քաղաքական հասարակական գործիչներ, քաղաքապետեր, ընտրված լեգիտիմ ժողովրդի կողմից ընտրված համայնքապետեր և այս ամենը արվում է մի բանի համար, սեփական իշխանությունը ամրագրելու։ Այս գործընթացները վերոնշյալ որևէ կապ չունեն եվրոպական արժեքների հետ։ Նորից եմ կրկնում, մեզ համար եվրոպական արժեքները դա այն լռությունը չի, որը մենք տեսնում ենք։ Եվրոպական արժեքների անկյունակարը դա գործողություններ անելն է և պայքարն է։ Պայքարը հանուն արդարության, պայքարը հանուն ժողովրդավարության, պայքարը հանուն մարդու իրավունքների։ Շնորհակալություն հարգելի ընկերներ, այսքանով սահմանափակում ենք և ավարտում ենք մեր ակցիան։ Ազատություն! Ազատություն! Ազատություն!